միշտ էլ գնացել են, եկել են եւ հայերն են գնացել Ադրբեջան եւ ադրբեջանցիներն են եկել։ Առաջ ենք հաշվում մի խոսույթ, որի արդյունքում հնարավոր է նաեւ պատերազմ։ Ոսի խաղաղություն երաշխարի պետք է տնտեսական հարաբերություններ ձևավորվեն։ Չես կարող ասել մենք խաղաղ ենք ու վերջ, բայց իրար հետ որևէ հարաբերություն չենք։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում հյուրընկալել ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին։ Շնորհակալ եմ, պարոն Բագրատյան, հրավեր ընդունելու համար։ Պարոն Բագրատյան, այսօր առավոտյան Ադրբեջանից պատվիրակություն է եկել Հայաստան։ Նախ հերթական անգամ Հայաստանի հայ հանրությունը ադրբեջանական լրատվամիջոցներից է սրա մասին իմանում։ Սկզբում իրենք տարածեցին տեղեկությունը, հետո նոր մեր ԱԳՆ-ն հրապարակեց։ Այ ինչու է մշտապես լինում, այսպես ինչու բաց թափանցիկ չի, որ հանրության մոտ էլ այսպես անորոշություններ են առաջանում եւ կա տեղեկություն, որ պատվիրակությունը հա Մուստաֆաևի գլխավորած, որ նաեւ սահմանագծման հանձնաժողովի նախագահն է, այս պահին աղվերանում է, հանդիպումներ է ունենում հայ գործարարների հետ։ Այս սրա վերաբերյալ ինչ կասեք, ինչ ունեն քննարկելու։ Առաջի անգամ եմ լսում, որ դա համարում եք ոչ թափանցիկ, միշտ էլ գնացել են, եկել են եւ հայերն են գնացել Ադրբեջան եւ ադրբեջանցիներն են եկել։ Բայց նախապես տեղեկան է հանրությունը, որ Ադրբեջանից պատվիրակություն է գալիս։ Նախապես չի, որ ասենք 50 օր առաջ որոշում են, պահա անհրաժեշտություն առաջանում հանդիպելու, հանդիպում են, քննարկում են հարցեր եւ որևէ հերթականության խնդիր չկա։ Մեր մամուլները տվել նույն նյութը ադրբեջանական մամուլները։ Սկզբում իրենք տածեցին, հետո մեր ԱԳՆ-ն հաստատեց։ Ես հնարավոր չի, որ ասենք 3 ու 4 միասին տանք, մեկը շուտ գտնում 2 ժամ շուտ։ Դե որ մշտապես է այդպես լինում, մշտապես ըլմներից են իրենց իմանում։ Միլիոն անգամ եղել է, որ Հայաստանը հայտարարել է, որ բեռներ է եկել Ադրբեջանից, ադրբեջանական մամուլը 3 օր հետո այդ մասին տեղեկացվել։ Դրանում արտասովոր բան չկա։ Մյուս հարցս չպատասխանեցիք, այս պահին, մինչ մենք զրուցում ենք, հա, Աղվերանում հանդիպում է Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը այնտեղ է եւ ըստ հրապարակումների տեղիում աշխատող լրատվամիջոցների հայ գործարարների հետ են հանդիպում, ովքեր են այդ գործարարները, ու առհասարակ Հայաստանի պատվիրակությունից ովքեր են մասնակցում այդ քննարկմանը։ Հարաբերս դուք տեղյակ եք, որ ապրանքափոխանակություն տեղ ունենում và Ադրբեջանից Հայաստանը ներկրում է եւ Ռուսաստանից եւ Ղազախստանից Ադրբեջանով Վրաստանով ներկրումներ է կատարում, ապրանքները նաեւ ուսումնասիրվում են երկու կողմից, թե Ադրբեջանում հայկական ինչ ապրանքների պահանջարկ կա եւ Հայաստանում ադրբեջանական ինչ ապրանքների պահանջարկ կա, այդ ուսումնասիրությունները փուլում է եւ կլինեն նման հանդիպումներ եւ Ադրբեջանում եւ Հայաստանում։ Սա խաղաղության պայմանագրի շրջանակներում է։ Ովքեր են տեղեկությունն եք, ովքեր են գործարարներից հանդիպմանը մասնակցում։ Ես տեղեկացված չեմ ովքեր, բայց որևէ տարբերություն չկա, գործարար շրջանակներ են, որոնք պետք է ներկայացնեն ինչ ապրանքատեսակներ կան, ինչ ստանդարտներ կան, ինչպես կարող են աշխատել, որովհետև նորից եմ ասում, օգոստոսի 8-ի պայմանագրից բխող բոլոր պարտավորությունները երկու կողմերը կատարում են եւ հանձնարարվել են կատարելու խաղաղությունը այդպես է բացվում։ Պարոն Բագրատյան, այդ օգոստոսի արդեն ասեք խնդրեմ։ Օգոստոսի 8-ի թղթի հետ կապված մի բան նայեք, մի կողմից երբ որ խոսում ենք, հա, իշխող ուժը խոսում է խաղաղության մասին, ասում է հիմնական երաշխիք օգոստոսի 8-ի փաստաթուղթն է։ Մի կողմից էլ ասում են, որ եթե բայց մենք չլինենք, այդ օգոստոսի 8-ի փաստաթուղթն էլ այլևս իջիկ է դառնալու մի նոր պատերազմի լինելու։ Հիմա սա է, հա, այդ երաշխիքը իշխանությունների տված։ Ու ստացվում է, որ Ադրբեջանը ոչ թե Հայաստանի պետության ղեկավարության հետ է այդ պայմանագիրը կնքել, այլ կոնկրետ, հա, քաղաքացիական պայմանագրի։ Ճիշտ չի մեկնաբանված մամուլում, հստակ վարչապետը նշեց իր խոսքում, որ խոսքը գնում է այն մասին, որ այն քաղաքական ուժերը, որոնք այս պահին մասնակցում են ընտրություններին, ընդդիմության դիրքերից առաջ ենք հաշվում մի խոսույթ, որի արդյունքում հնարավոր է նաև պատերազմ ծագի, որովհետև ի վերջո, եթե քաղաքական ուժը հայտարարում է, որ ինքը պետք է վերանայի խաղաղության պայմանագիրը, ենթադրվում է, որ նաև բավականին, եթե ուշադիր եք հետևել, նաև խոսվում էր տարածքների վերադարձման մասին եւ այլն։ Տարբեր պահանջներ։ Ո՞վ է խոսել տարածքների։ Իրենք ասում են ընդհանրապես կետեր ենք փոխելու, ասում են էլի խաղաղության պայմանագիր լինելու է, բայց ավելի այսպես ի նպաստ Հայաստանի։ Չեն ասում ինչի Հայաստանի եթե կետեր եք փոխում, դուք համաձայնեցրել եք մյուս կողմի հետ։ Պայմանագիրը ուժ է ստանում, երբ որ երկու կողմերը համաձայնության են գալիս, իսկ այն կետերը, որ իրենք առաջարկում են, կարող է բերել սրման եւ ընդհանուր միջև պատերազմի։ Դրա մասին է խոսակցությունը։
Որ եթե այն բալանսը, որ այս պահին ստեղծվել է նաև Միացյալ Նահանգների օգնությամբ, միջազգային հանրության օգնությամբ, արևմուտքի քաղաքական արևմուտքի օգնությամբ, սա արդեն արձանագրված փաստ է։ Բայց այն ուժերը, որոնք հունիսի 7-ի ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել, իրենց խոսույթում ունեն տարբեր պահանջներ, կետեր փոխելու եւ այլն, որոնք հաջող տրամաբանությունից դուրս են, այսինքն իրենք չեն բխում օգոստոսի 8-ի պայմանագրից, որ այդ ռիսկերը գոյություն ունեն։ Պարոն Բագրատյան, բայց որևէ ուժ չի ասում, այ որ մենք գանք, այսպես չեն խոսում նոր տարածքային պահանջների մասին, չեն խոսում անգամ Արցախի վերադարձի մասին ընդդիմադիր ուժերն են, ավելին ասում են, որ մենք հասկանում ենք, որ այս պահին Արցախի հարցը օրակարգ բերելը, հա, այսպես ասած, ոչ տեղին է, իսկապես վտանգ, այսինքն իրենք էլ ընդունում են դա, հիմա ու այստեղից տարօրինակ է, թե որտեղից է այսինքն իշխանության այդ թեզը, որ այլ ուժ կա ընդդիմադիր պատերազմ լինելու։ Իսկ ինչ կետեր պետք է փոխեն, ասում են այդ մասին։ Եթե իրենք ասում են պետք է առանձին կետեր վերանայենք ի նպաստ Հայաստանի, այդ որ կետերը պետք է վերանայեն ի նպաստ Հայաստանի, արդյոք դա համաձայնեցված է մյուս կողմի հետ, որովհետև այն կետերը, որոնք համաձայնեցվել են, գիտեք, քանի տարի էր բանակցվում։ Եվ այդ բանակցության արդյունքում ենք ստացել այդ պայմանագիրը։ Հիմա եթե որևէ մեկ այդ պայմանագիրը այդ հաստ չի, դա իր մեջ պարունակում է բավականին ռիսկեր։ Եվ այդ ռիսկերի անունը դրվել է, որ նաև հնարավոր կարող է դա էսկալացիայի բերել։ Սրա մասին է խոսքը։ Պարոն Բագրատյան, քաղաքական ուժերը իրենց խոսույթում, հատկապես նախընտրական շրջանում, պետք է այն զգուշություն ցուցաբերեն, որպեսզի մենք պետական խնդիրներ չառաջացնեն եւ մենք ստիպված չլինենք ժողովրդին տեղեկացնելու այդ վտանգների մասին։ Մենք ժողովրդին ենք տեղեկացնում, որ այս խոսույթով ռիսկեր կան։ Պարոն Բագրատյան, վերադառնանք պատվիրակության, հա, գալուն, նախ ինչու եթե այդպեսի հանդիպում է, հա, ինչու քանի որ հանրությունը ամեն դեպքում, որքան էլ իշխանությունները այսպես սրտաբաց, հա, ասում ընդունում են, ասում են բաց ենք, թափանցիկ ենք, բայց կոնկրետ ադրբեջանական, հա, կողմի հետ հանրության մոտ այսպես ոչ միանշանակ է, հա, նման հանդիպումները ընդունվում եւ ինչ չէ նաեւ կասկածի այսպես մտորումների տեղիք է տալի։ Այս դեպքում ինչու նման հանդիպումները այսպես թեկուզ ուղիղ հեռարձակմամբ չի լինում, որպեսզի հանրությունն էլ իմանա, թե օրինակ, երբ որ հանդիպում են հայ գործարարների կամ այլ պաշտոնյաների հետ, ինչ են քննարկում, որպեսզի նման խոսակցությունների առիթ չդառնա։ Դա կողմերի համաձայնությամբ պետք է արվի։ Հնարավոր է, որ կողմերը չհամաձայնվեն լուսաբանվել։ Դա չի նշանակում, որ ինչ որ փակ այնպեսի բան նշանակում, որ հանրությանը դուր չի գա։ Չի նշանակում, պատերազմից դեռ շատ չի անցել եւ բավականին վերքեր կան եւ հաշվի առնելով այդ բոլոր հանգամանքները, դա կատարում է զգուշորեն հանրությանը, որպեսզի հանրությանն ընկալելի լինի, որպեսզի հանրությունը բռնվում մոտենա, այսինքն իհարկե կան ցավալի խնդիրներ կան, բոլորս գիտենք պատերազմի հետևանքում ձևավորված եւ այո պետք է որոշակի զգուշությամբ գնա այդ համաձայնությունները, խնդիրները, սահմանների ճշգրտումը, գործարարների հարաբերությունը, հնարավորինս պետք է այնպես անել, որ ցավ չպատճառենք հանրության որոշ շերտերի։ Պարոն Բագրատյան, որոշ ժամանակ առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էր հանդիպել այսպես հայ գործարարների հետ, որքանով են փոխկապակցված ու արդյոք նույն կազմով է հանդիպումը եղել արդեն Մուստաֆայովի։ Դա տարբեր հանդիպումներ են, վարչապետը հաճախակի գործարարների հրավիրում հանդիպումների տարբեր խնդիրներ են առաջանում, որոնք պետք է քննարկել արտաքին արտահանման հետ կապված, ներկրման հետ կապված, հարկային քաղաքականության հետ կապված բազմաթիվ են քննարկումները եւ վարչապետը պարբերաբար հանդիպում է գործարարներին։ Բայց այսպես ժամանակագրական առումով գուցե այդպես փոխկապակցված են որևէ գործարարների հետ որևէ կապ գոյություն չունի։ Գործարարները իրենք ինքնուրույն տնտեսվարող սուբյեկտներ են եւ երբ որ անհրաժեշտություն է լինում, դիմում են կառավարությանը, որպեսզի որոշակի հարաբերությունների ժամանակ կառավարությունները միջնորդի դեր ստանձնեն, որովհետեւ դեռ այնպիսի գործարարական այնպիսի հարաբերություններ գործնական չի ձևավորվել, որ իրենք առանց որևէ խնդրի հայ գործարար, ադրբեջանցի գործարար իրար հետ ազատ աշխատեն։
դեռ ժամանակ է պետք եւ այդ ժամանակը նաեւ որոշակի խնդիրների դեպքում անհրաժեշտություն է առաջանում կառավարությունների երաշխիքները, որպեսզի գործարարները աշխատելուց խնդիրներ չունենան։ Պարոն Բագրատյան, խոսում եք հա գործարարների համագործակցության մասին, առևտրաշրջանառության մասին, բայց այսպես տպավորություն է, որ հանրության կարծիքը հաշվի չի առնվում, որտեղ օրինակ հանրության մեծ ամեն դեպքում մեծ զանգված մասը այնպես չի որ կողմ է այսպես սրտաբաց ընդունում է հա Ադրբեջանի հետ այս հարաբերությունները պատրաստ է առևտրի գնալ նրա հետ ինչ որ բան գնել նրանից կամ ադրբեջանական բենզին օրինակ օգտագործել Խոսքը սրտաբացի ոչ սրտաբացի մասին չէ խոսքը խաղաղության պայմանագրի մասին է եւ խաղաղության պայմանագիրը կարծում եմ բոլոր ողջամիտ մարդիկ Հայաստանի Հանրապետության բոլոր առնվազն քաղաքացիների մեծ մասը խաղաղության պայմանագրի հետ հաշտը ողջունում է խաղաղության պայմանագիրը մենք մեր հանդիպումների ժամանակ լիարժեք ուսումնասիրել ենք եւ համոզվել ենք որ այո խաղաղության պայմանագիրը եւ դուք նաեւ նշեցիք որ նույնիսկ ընդդիմությունը դեմ չի խաղաղությանը իսկ խաղաղությունը ինքնին չի կարող լինել այսինքն ոչ մեկը դեմ չէ բայց նա երաշխավորված խաղաղություն ասում խաղաղության երաշխավորումը հենց դա է ինչ որ կատարվում է որովհետեւ խաղաղություն երաշխավորի պետք է տնտեսական հարաբերություններ ձևավորվեն չես կարող ասել մենք խաղաղ ենք ու վերջ բայց իրար հետ որևէ հարաբերություն չենք ունենալու հիմա ինչպես հասկանում ենք ձեր ասածից էլ այսօրվա այս հանդիպումը այդ շրջանակներում է այսինքն այո Հայաստանի Ադրբեջանի բոլոր կարգի այս շփումները խաղաղության պայմանագրի կետերի հետ են կապված իսկ տեղակ եկել ինչ հանդիպումներ են լինելու բազմաթիվ հանդիպումներ կլինեն եթե հիշում եք մեր հասարակական կազմակերպության սեկտորը Ադրբեջանում մեր քննարկումների էր մասնակցում նրանք են գալի այլ երկրներում կարող են հանդիպումներ տեղ ունենալ դրանք բխում են խաղաղության գործընթացից այն երաշխավորված խաղաղության որպեսզի ձևավորվի երաշխավորված խաղաղություն պետք է հարաբերությունները աստիճանաբար կարգավորել դա չի լինի միանգամից դա կլինի տարիների ընթացքում բայց առանց հարաբերությունների խաղաղություն չի լինում Պարոն Բագրատյան, քանի որ փոխվարչապետում գլխավորության պատվիրակությունը եկել է, նաև սահմանազատման հարցերով հանձնաժողովի այսպես նախագահն է։ Սրա հետ կապված ինչ հարց են քննարկելու, արդյոք այս սահմանազատման հարցը լինելու է եւ մամուլում տեղեկություն դատվեց, որ նա համ Մուստաֆայևը ցանկություն է հայտնել գնալ այցելել նոյեմբերյան։ Երկու ամիս առաջ ես հարցը կառավարության հարցը պատասխանի ժամանակ ազգային ժողովում հարց ուղղեցի փոխվարչապետ մեր Գրիգորյանը պատասխանեց որ փոխադարձ հարաբերություններ կան քննարկումները շարունակվում են եւ առաջիկայում կոնկրետ արդյունքի հասնելու ժամանակ կնշվի նաեւ որոշակի ժամկետներ իմ հարցումից է դա որ սահմանազատման գործընթացը ինչ փուլում է Ինք ասես որ կան շփումներ եւ պայմանավորվածություններ, որոնք աստիճանաբար կբերեն նաեւ այդ գործընթացի շարունակության։ Հիմա այս այցի ընթացքում դա քննարկվելու է սահմանազատման սահմանագծման։ Այսինքն Մհեր Գրիգորյանի հետ եւս հանդիպում կլինի։ Կարծում եմ որ այո անպայման կքննարկեն։ Այ նայեք, պարոն Բագրատյան, մենք ասում եք այսպես, հա, մենք հանրության հետ բաց ենք, թափանցիկ ենք, բայց մի կողմից էլ տեսնում ենք մի այլ պատկեր, որ մշտապես հասարակությունը տեղեկանում է միայն արդյունքի մասին։ Այսինքն նախապես չի տեղեկանում, թե ինչ են քննարկելու, ինչ են անելու, այ վերջում ինչ որ փաստաթուղթ ստորագրվում է, ինչ որ համաձայնության գալիս են, նոր դրա մասին տեղեկանում են։ Հանրապես դիվանագիտական պրակտիկայում որոշակի գործընթացներ պետք է խաղաղ աշխատանքով ձևավորվի որից հետո նոր արդեն վերջնական մասում, արդյունքային մասում տեսանելի կլինի հանրությանը, թե ինչ քննարկումներ տեղ ունենում։ Չեմ կարծում, որ ամենօրյա գրագրությունից սկսած, տարբեր երկրների հանդիպումներից սկսած ամեն ինչի մասին արժե որ մանրամասն տեղեկացվեն։ Այն խնդիրները, որոնք հստակ հանրությունը պիտի տեղեկանա, միանշանակ տեղեկանում է։ Ինչ որ փաստաթուղթ այս ընթացքում հնարավոր է ստորագրվի։ Գործնական հարաբերություններում չի բացառում որ գործարարները առաջարկներ անեն ի վերջո ես նշեցի որ ուսումնասիրում է առաջարկ պահանջարկը միգուցե նաև մյուս կողմը իր առաջարկներն է բերում պետք է մասնակիցը լինի որ ավելի հստակ ասի այդ պատկերացումները մենք ունենք ես դրա համար փոխանցում եմ ձեզ Պարոն Բագրատյան, ազգային ժողովի նախագահը մի այսպիսի հայտարարություններ հնչեցրել իր տեսանյութեր հրապարակել, այսպիսի միտք արտահայտեց, ասում է խաղաղությանը
ձեռնտու չէ Ռուսաստանին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ այլևս լծակներ չի ունենա Հայաստանի վրա։ Սա արտաքին քաղաքական, այսպես ասած, ուղեցիրն է Հայաստանի ազգային ժողովի նախագահի հայտարարություններ, կիսում եք այս տեսակետը, թե ոչ։ Քաղաքական վերլուծաբանների որոշակի քննարկումների արդյունքում ձևավորված կարծիքա ընդհանրապես ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություն, ցանկացած երկու երկրների հարաբերության արժակատման դեպքում, երբ որ միջամտում է երրորդ կողմը իր շահերն է անպայման այդ հարաբերության կարգավորման ընթացքում իր շահերն է սպասարկում։ Այս իմաստով բացառություն չի նաեւ այս դեպքը, որ եթե ուղիղ երկխոսությամբ դա չի լինում է երրորդ կողմի մասնակցությամբ, երրորդ կողմը օգտվում է հնարավորությունից ճնշում գործադրելու մեկ կողմի վրա, մեկ մյուս կողմի վրա։ Հիմա Ռուսաստանը այսքան ժամանակ օգտվել է, մյուս կողմել ընդդիմադիրներն էլ ասում են, որ առանց երաշխավորի, առանց այսպես մեկ այլ երկրի միջնորդության խաղաղություն չի կարող լինել, պետք է այդ խաղաղությունը երաշխավոր ունենա։ Որևէ երաշխավոր, մենք Հայաստանը, Ադրբեջանի հետ 20 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանը երաշխավոր Ռուսաստանի դաշնությունն էր։ Ինչ ձևով դա արտահայտվեց այդ երաշխավորությունը, երաշխավորվեց այդ խաղաղությունը։ Դե իրենք էլ ասում են դուք եք Պրահայում գնացել, փաստաթուղթ ստորագրել հայտարարությունները։ Մենք գնացել Պրահայում ինչ արել ենք չենք արել։ Մինչև այդ արդեն այդ խնդիրները Պրահային կարող են հայտարարություն չանել։ Եթե դու քարագլուխը, փառուխը հանձնում ես ադրբեջանական կողմին եւ շարունակում ես թողնել Լաչինի Միջանցքը ադրբեջաների ազդեցության գոտում, հանձնում ես դա։ Բակարյացյան, եթե Հայաստանը հայտարարում է, ի՞նչ դες երաշխավորում։ Եթե այդ պատերազմը ասենք չի հանձնել, Ադրբեջանը արդեն Ռուսաստանի Դաշնության նախագահն հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է 2 տարի 21 թվականին, 23 թվականին հայտարարում է այդ մասին։ Ադրբեջանական կողմն էլ ասում է, որ ճանաչում ես իմ տարածքային ամբողջականությունը, ես էլ եմ ճանաչում իմ տարածքային ամբողջականությունը, հետեւաբար զորքերը դուրս բեր իմ տարածքային ամբողջականությունից։ Իմ տարածքից դուրս բեր քո զորքերը։ Եթե Ռուսաստանից, բայց Հայաստանը համաձայն չի, Ադրբեջանը ասում է Հայաստանի հետ համաձայնությունը ձեզ չի վերաբերում։ Դուք զորքը դուրս բերեք, ես Հայաստանի հետ համաձայն։ Բայց եթե այդ օրերին անգամ Հայաստանն էր ասում, որ հրաժարվում են որպես Արցախի երաշխավոր, անվտանգային երաշխավոր իմ լիազորությունից, դեպքում մեկ այլ երկիր կլինի Ռուսաստանը, թե ինչ պահանջներ պետք է նրա ներկայացվեն։ Չի արել, Հայաստանը միշտ հայտարարել է, որ պետք է ասում եք, որ այլևս չենք հանդիսանում երաշխավոր։ Կարգավորումը տեղի ունի։ Երբ որ Ռուսաստանի Դաշնությունը որպես երաշխավոր հայտարարում է, որ ինքն է։ Բայց առաջին երաշխավորը մշտապես Հայաստանն է։ Չէ, երբ որ դու վերցնում ես լիազորություններ փոխանցում ես երրորդ կողմին, բոլորի համաձայնությամբ, Ռուսաստանի Դաշնությունը երաշխավորում է, հետեւաբար արդեն քո երաշխավորությունը, որը գործում էր մինչև այդ, դու փոխանցել ես Ռուսաստանի Դաշնությանը, եւ այն իշխանությունը, որ փոխվեց վերջում եւ գնաց եւ լախում ստորագրեց այն փաստաթուղթը, որը բոլորս գիտենք, այդտեղ Հայաստանի իշխանությունը 0 դերակատարում է ունեցել։ Դե խնդիրը նա է, որ մշտապես Հայաստանն է բանակցությունները վարել, մշտապես այսպես Հայաստանը ընկալելի կերպ է եղել, բայց ասում են, որ Նիկոլ Փաշինյանը եկավ, հայտարարեց Արցախը Հայաստանը եւ վերջ, ասաց սկսում եմ իմ 0 կետից, 19 թվականին ինչ որ թղթերից հրաժարվեց բանակցություններից ու հետևանքը եղավ չհայտարարել Արցախը Հայաստանը եւ վերջ, ոչինչ չհայտարարել։ Ադրբեջանը ասելու էր շատ լավ վիճակա, թող sense մնա։ Անգամ Ադրբեջանն է ասում, որ այդ հայտարարությունն է այսպես։ Չէ, Ադրբեջանն ասում է, որ դա նույնպես առիթ էր։ Ահա, նույնպես։ Նույնպես առիթ էր, բայց Միջի այդ էլ ասում են 19 թվականին տարբեր առաջարկներ ենք ներկայացրել, Հայաստանը հրաժարվել է ինչ։ Ադրբեջանը տարածքները իր 7 շրջանի վերադարձը եւ հետո նոր Լեռնային Ղարաբաղի վերադարձը ձևակերպումը հետեւյալ կերպ է եղել։ Հիմա կտակ 7 շրջան, հետո Լեռնային Ղարաբաղը մեծ հաշվով, այդպես է, ճիշտ է ասենք, մենք մեր ձևակերպումը հետևյալ էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը մնում է, ասենք 10 տարի հետո կամ 20 տարի հետո, բայց իրականության մեջ, եթե 7 շրջանը հանձնում էր, Լեռնային Ղարաբաղը արդեն մեկուսացված էր լինում եւ
նույն հակարի կամրջի պատմություններ լինելու։ Այսինքն որևէ մեկի հայտարարությունը դեր չի ունեցել պատերազմ սկսելու համար։ Պատերազմ սկսելու համար հիմք է եղել այն հնարավորությունը, որ Ադրբեջանը ունեցել է տվյալ պայն, ունենալով լայն կոնսոլիդացիա իր խնդրի լուծման համար, ունենալով Թուրքիայի, Իսրայելի աջակցությունը։ Մշտապես այդ լայն կոնսոլիդացիան եղել է հօգուտ Հայաստանի, պարոն Բագրատյան։ Եղել է նախկինում հօգուտ Հայաստանի, բայց եկել է մի կետ եւ 16 թվականին Ռուսաստանի Դաշնությունը թողեց 14 թվականից սկսած Ռուսաստանի Դաշնությունը նույնպես պահանջում էր, որ հայերը պետք է դուրս գան այդ 7 շրջաններից։ Եթե հիշում եք, Ռուսաստանի Դաշնության նախագահն ասում էր, ես Հայաստանի ղեկավարությանը ասեմ դուրս եկեք։ Իրենք ասել են դուրս չեն գալիս եւ մենք կարողացել են ապահովել անվտանգությունը։ Կարողացել են, ինչն են կարողացել։ 16 թվականին, որ քարոզիա պատերազմը սկսեց, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախը Հայաստանը եւ վերջ, չէ, այսինքն նրանք 16-ին տևեց, մի քանի օր տևեց եւ կարողացան համաձայնության գալ նույն ռուսական կողմի միջնորդությամբ։ Ով էլ լիներ Հայաստանի իշխանությունը, ով էլ լիներ, այս պատերազմը պետք է տեղի ունենար։ Որևէ բան չէր փոխվելու։ Իշխանությունը մնար նույնը, ինչ է լինել, այդ պատերազմը լինելու էր։ Որովհետև Ադրբեջանը չէր հանդուրժում, այլևս ինքը ուներ այնքան ուժ, որ կարող էր ուժով վերցնել, եւ Ռուսաստանն էլ այլևս զբաղված էր իր մյուս աշխարհակահաղական խնդիրներով, Ուկրաինայով եւ այլն, եւ չէր կարող այն լուրջ ազդեցությունը ունենալ Ադրբեջանի վրա, որ Ադրբեջանը չհարցակվեր։ Չկար այլևս այդ կար նույնիսկ որոշակի կարծում եմ ներկուլիսային համաձայնություններ, որ Ռուսաստանը չեզոք պետք է մնա այդ պատերազմի ժամանակ։ Շնորհակալ եմ, պարոն Բագրատյան, զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, շնորհեմ, որ մեր տաղավարում զրուցում ենք ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ։ Շնորհակալ եմ։